վերջերս ընդդիմադիրները Գևորգ Սաֆյանի ազատության համար փակել էին Մաշտոցի պողոտան շղթայով, ինչպես նաև մխել էին ձեռները ասֆալտին։ Հալալ է նրանց, որ պայքարում են այդ մարդու համար, բայց նրանց պայքարը երկար չտևեց։ Կրկին եկան մեր քաղաքի ոչխար մենքերը եւ սկսեցին ընդդիմադիրներին քաշքշել։ Դե ոնց որ միշտ են անում, էլի։ Մի հատ էլ ուրիշ ոչխար սկսեց բրդել տարեց մարդու։ Տեսեք։ Տեսնես, այս տիպի ոչխարները դեռ շատ են մեր քաղաքում ապրելու ու տարեց մարդկանց բրդելու։ Հարգելի պարոն ոչխար, մեր էլի աղբեր, ու քո նմաններին ասա, որ նրանց մեռնելու ժամանակն է եկել։ Չնայած մոռացել էի, բայց ձեր շեֆը թույլ կտա, որ դուք մեռնեք կամ չունեմ կորեք թարապես, բայց ձեր Սերժիկը ձեզ թույլ կտա, որ դուք սատկեք, նա ձեզ ամուր կպահի և պինդ կպահի, որպեսզի դուք ավելի ուժեղ հրեք, տարեց մարդկանց, բոլորին հրեք ու հրեք, այդ ես դուխով, նա ձեզ շարունակում է պահել, որ տարեց մարդկանց ավելի շատ բրդեք, ախր դա ոնց ասեմ, ախր դա մեծ բան է, որ դուք անում եք, դա շատ մեծ բան է, դուք ուրիշ բան չեք կարող անել, բայց ոչինչ, կգա օրը և մենք ձեր մամաներին կհիշենք ու լավ կհիշենք։ Անցնենք առաջ, լսակի չէ, մի հատ էլ մեկ ուրիշ մեր օրենքին ու ազատություն պահպանողը Իրաքի ճակերտներում մի քաղաքացու անօրինական տանում էր քաղմաս, այստեղ էլ բան չկա ասել։ Շարունակությունները տեսեք, թե ինչպես են մեր քաղաքացիներին հրելով մտցնում նրանց մեքենա։ Հələ ստեղ տեսեք, մի կին ընկած գետին ու չի կարողանում վեր կանալ։ Մի հատ էշիկ կուրա կանգնում է նրա մազերի վրա, ու տեսեք թե հետո ինչ է լինում։ Պարզվում է նաև, որ սա հարվածել այդ կնոջը ոտքով։ Մարդիկ ասում են, որ դա եղել է մի ամետ կամ է դիտավորյալ, բայց ես մի տեսակ կողմ եմ նրան, որ այդ ոչխարը դիտավորել է հարվածել։ Տեսեք։ Ոտով դահարվածեցի։ Ո ոստիկանը։ Ինքը շղթայի վրա պարկել էր ու այսպես փաթաթվել էր արդեն շղթան։ Ասի շղթայից ազատեք մարդուն, քաշում եք մեր սպանեցիք։ Եկավ շղթան էս բան արեց, ոտքով խփեց։ Ոտքով գլխին հարվածեց։ Գլխին կպավ։ Հիմա չգիտեմ պատահական հերեցին ոտքը կպավ, թե դիտավորյալ։ Մենք պարոն Օսիպյանին հենց նոր ցույց տվեցինք, թե դա որ ոստիկանն է, որը մոտեցել է, տեսել է կանայք կքանիստ են արած եւ ոստիկանը հանում է ոտքը եւ խփում է կնոջ ճակատին։ Հետո այդտեղում Օսիպյանը եւ պնդում, որ այդ կնոջ ճակատը վնասվել է քաշքշուկի հետևանքով։ Բայց իմ հայրենակիցները ասում են, որ դա այդպես չի եղել։ Իսկ Օսիպյանը շարունակում է պնդել, որ Մուրճով հարվածել են ասֆալտին, շղթաներով։ Եվ հետագայում ոստիկանները որ փորձել են նրանց ազատեն, բարոն Մասիկ վերականգնեն երթևեկությունը, ԱՑ մասնակիցները հրելով մեկը մյուսին այդ վնասվածքը ստացել են։ Տեսել եք պարոն Օսիպյան, այստեղ եք։ Ես այստեղ չեմ ել, ինձ այդպես են զեկուցել։ Բայց ընդդիմադիրներն էլ ասում են, որ նա ոստիկանի ոտքով հարված է գլխին ստացել։ Պետք է ասին, թե չէ կարծում դուք ձեզ թվում է ուրիշ բան պետք է ասի։ Պարոն Օսիպյան, դուք գոնե հավատակ քաղաքացուն հավատում եք ձեր շնագալերին։ Քաղաքացին գոնե ասում է այն ինչ տեսել է, իսկ ձեր շնագալերը ինչ է տեսել, որ մի հատ ստուտ զեկուցել է ձեզ։ Գոնե ձերբակալ եք այն ոստիկանին, ով սխալ է զեկուցել, դուք հակառակ հավատում եք, որ դա եղել է այնպես, ինչպես նա է ձեզ զեկուցել։ Ակցիան ավարտվելուց հետո ոստիկանությունը առանց պատճառ մարդկանց տանում է ոստիկանություն։ Երբ ակցիան արդեն ավարտվել էր, կային 1 տասնյակից ավելի բերման ենթարկվածներ, ոստիկանները բաժին տարան նաև մայթին կանգնած ցուցարարներից մեկին։ Օրինակն հիմներ կան։ Ինչ տանելու մասին է խոսքը։ Չի տանում։ Արայ մենթեր, ինչ եք այդ մարդկանց տանում, ինչ կա որ տանում եք։ Ակցիան ավարտվեց էլի, այդ մարդկանց հանգիստ թող գնան էլի։ Գնացեք բռնեք այն մարդկանց, ովքեր իրոք օրենք են խախտել։ Բայց ես գիտեմ, որ ոչ մեկ օրենք չէր խախտել։ Հիմա տեսեք, թե այս մասում մեր հարգաժան Օսիպյանը ինչ է ասում։ Չի եղել այստեղ ձեր։ Ուժ կիրառելը օրենքում նախատեսված է, միանշանակ։ Ինչու այս ակցիան օրինական չէ, խաղաղ ակցիա էր ասում են։ Փակել են այլոց ազատ տեղաշարժը։ Հա դե բա ոնց, ուժ գործադրելը դա օրինական է։ Նամանավանդ տարեց մարդկանց հանդեպ։ Դա այնքան ճիշտ է, որ էլ դու սուս։ Իսկ հիմա տեսեք, թե այդ կնոջ ճակատին որքան կար էին դրել։
4 կար, ու դա այն ոստիկանի պատճառով։ Տեսեք հետո կշարունակենք։ Ցուցարարները ժամեր անց ազատ արձակվեցին, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց տեղափոխված Ռուզաննա Եղնուկյանի ճակատին 4 կար է դրվել։ Այդ դրանց պետք է ձերբակալեիք, այլ ոչ թե անմեղ մարդկանց, այ ոչխաների քորակներ։ Իսկ հիմա անցնենք մեր հաջորդ լուրին։ Ֆուտբոլի երկրպագուները քայլում են իրենց համար փողոցով։ Ահա, տեսեք։ Թվում է թե ամեն ինչ նորմալ է, մեկ էլ մի լկտի անձնավորություն սկսեց մի մարդու դրոշը քաշել։ Նայեցին 1000 անգամ։ Իմնա։ Մինչև հաղթանակ։ Ինչի՞ ամոթ։ Այսա Տիգրանն է։ Չես քաշում, հավաքում է։ Միայն հավաք ինչ ես հավաքում։ Չբացատրեն չես հավաքում։ Ասում երկրպագուի կերպարը ընդհանրապես։ Այդ դրոշը դուր ասում իմ դրոշն է թող իմ դրոշն է թող դրոշը ասում դրոշը թող թող դրոշը թող դրոշը Դերասանքյար ջան, տեսա որ ուզում է հավաքել։ Այդ նույնպես չթողներ որ ձեռքը մեկնե դրոշին։ Իսկույն հետ տաների դրոշը էլի։ Ու իզուր այդ լկտի լամուկ այդքան պատմություն սարքեց։ Ինչ ասեմ, զգույշ եք այդպիսի մարդկանցից։ Իսկ մենք անցնենք մեր հաղորդման հաջորդ բաժնին։ Կայուն վիդեո։ Աղջիկը պատրաստվում էր պարկել ու հանկարծ Այդտեղա, որ դու հիվանդ չես, այդ աղջիկը լեղաճակ եղավ, սիրտը կանգնեց։ Ես էլ վախեցա։ Ես անգամ այդպես չվախեցնես, չէ կարող է քեզ այնպես վախեցնեն, որ ամբողջ կյանքդ հիշես դա։ Լավ, անցանք հաջորդին։ Արա դե հանգիստ տողեք թող փչեր էլի այդ թևի տակ, ինչու խեղճին այդ օրը գծեցիք։ Անցանք։ Տղան իր համար համակարգչով հանգիստ աշխատում էր, ու մենք էլ շատ պարատաբար ծկնով ապտակ ստացավ։ Ծկնով ապտակ։ Блин, ну что ты скоро? Видишь, я работаю. Ты сейчас за такие слова лещом получишь. Кого? Եվ նորից նույն տղայի վրա կայֆ եմ բռնում։ Иванушка, дурачок, я исполню 3 Արդե, հանգիստ թողեք թող հանգիստ իր գործն անելի, ինչ եք խեղճին անդադ բզում, մեղ չի, հաջորդ տեսանյութում մի ուժեղ գայժուր խմող փորձում է մեծ շշով գայժուր խմել։ Меня зовут Леха, и я могу выпить 1,5 пива залпом. Поехали. Արա խելար, ո՞տ ես բան են անում, բա որ խեղտվե իր։ Ֆուրա, էս ինչ արեց, էս ինչ արեց։ Դե ասա քեզ ով էր աղաչում, որ նոր կերած երեխային այդպես բարձրացներ եւ իջացներ։ Դե հիմա պատասխանը ստացիր։ Վարորդ շունը, հա, վարորդ շունը, բայց սա առանց մեկնաբանության։ Այն ստացար, մյուս անգամ տրոլեյբուսի այդ մասում չծխես։ Եղա, կապիկին, դեռ քֆուր տալով չի ծնվել, պիտեք։ Այսպիսի հնարքներ կարող եք անել, ես որ չէ։ Հետաքրքիր էր, լավ էլ հնարք էր, դզեց։
Դե ինչ, այսօր այսքանն էր, հուսամ ձեզ դուր եկան տեսանյութերը, եւ եթե դուք էլ ունեք այսպիսի զվարճալի տեսանյութեր, ապա կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային փոստին։ Հիմա այն կանգնի ձեր էկրանին։ Ահա։ Եվ անպայման մենք կանդրադառնանք դրան։ Չեք մոռանում բաժանորդագրվել մեր էջին եւ հավանել մեր հաղորդումները, ինչպես նաեւ այցելում եք մեր Facebook-յան էջ եւ հավանում եք մեր էջը, հետո մտնում եք Twitter, եթե գրանցված եք այնտեղ, եւ սեղմում եք կարդալ կոճակը, նաեւ միանում եք մեր VKontakte կայքի էջին։ Իսկ մեր գործընկերն է Art Music երաժշտական կայքը։ Ես այս բոլորը հասցրել թողնեմ ներքևում։ Ձեր Stable Press հաղորդաշարներ լավ մնացեք։ Կհանդիպենք։